Ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմ նոր վլոգ։ Սա այդքան էլ վլոգ չէ, ինչքան որ կարելի է ասել կարճ տեղեկատվություն։ Ես միացել եմ այսպես ձեզ, որպեսզի ավելի շուտ ասեմ այն, ինչ ուզում եմ ասել, որովհետեւ վլոգները լիքը հետաքրքիր վլոգներ ունեմ նկարած, բայց դեռ պատրաստ չեմ, որպեսզի ես այն տեղադրեմ YouTube եւ դուք տեսնեք, գիտեմ որ շատերդ եք հաստատ սպասում դրան, որ տեսնեք ինչպես է անցնում մեր օրերը, ուր են գնում եւ այլն, ինչպես անցնում մեր ժամանակը, բայց ուզում եմ ձեզ ասել, որ դրա համար ինձ շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի ես այն դնեմ YouTube-ում։ Իսկ ես այդ ժամանակը այս պահին չունեմ։ Իսկ թե ինչի համար եմ սա ավելի շուտ նկարում, որովհետեւ ձեզ կարևոր բան եմ ասելու, արդեն ասացի։ Դուք սա կտեսնեք ավելի շուտ, որպեսզի պատասխանեք, ակտիվ լինեք, որ հասցնենք անել այն, ինչ ես մտածել եմ։ Ինչպես ասել եմ նախորդ վլոգում, ես ուզում եմ մրցույթ կազմակերպել եւ սա շատ վաղուց էի մտածել, բայց քանի որ իմ նվերը Հայաստան ուղարկելու հետ կապված, եթե օրինակ Հայաստանից շահողը լինի, ավելի դժվար կլինի փոխանցել եւ ուղարկել, քան օրինակ եթե Եվրոպայի մեջից է, դրա համար մի քիչ իմ մրցույթները ավելի ուշուշ է լինում, երբ որ նախորդ ես մեկ անգամ եմ կարծեմ մրցույթ արել, այդ անգամը գումարային տեսքով էր, այդ ինձ ավելի հեշտ էր եւ ես կարող էի այդ գումարային, չգիտեմ, փոխանցումները անել, բայց այս անգամ ուզում եմ անել փոքրիկ նվեր ու երբ որ ես նախորդ վլոգում ասացի 1 հոգու կընտրեմ, մի քիչ երկար մտածեցի ու հասկացա, որ ես պետք է 2 հոգու ընտրեմ, 1 հոգու կտրեմ պատահականության սկզբունքով, իսկ երկրորդ մարդուն ինքս եմ ընտրելու, դրա համար ինչ է հարկավոր լինել շատ ակտիվ, որովհետև այդ 1 հոգուն, որ ես պետք է ընտրեմ, ինքը հավատարիմ հետևորդ է, հավատարիմ հետևորդ է լինելու, ով հենց սկզբից միացել է ինձ ու մինչև վերջ իմ հետ է եղել, մի խոսքով կարծում եմ, որ նման մարդիկ իսկապես հետևորդները արժանի են, որ առանց անգամ պատահականության սկզբունքի իրենք ընտրվեն, քանի որ պատահականության սկզբունքով շատ է լինում, երբ որևէ մեկը կարող է ինձ հետևում է շատ միշտ, այսպես ակտիվ հետևում է ու ոչ մի վլոգ բաց չի թողնում, բայց ինքը ոչ մի մեկնաբանություն չի գրում կամ անգամ բաժանորդագրված չի, բայց ուղղակի իրան հետաքրքրում է տվյալ մարդու կամ իմ կյանքը ու ինքը միշտ հետևում է ու նման մարդիկ ասեմ, որ շատ են ու մեկ էլ հենց մրցույթ է լինում, որևէ մեկնաբանություն հնարավոր է թողնեն ու շահեն։ Ես իհարկե կողմ եմ դրան, արդար է, բայց մի քիչ կարծում եմ անարդար է մյուսների հանդեպ, երբ որ իրանք միշտ ակտիվ մասնակցում են ամեն ինչին եւ այլն, բայց չեն ընտրվում։ Այդ իսկ պատճառով որոշեցի, այսպես երբ որ ես մրցույթներ կկազմակերպեմ, ամեն անգամ կընտրեմ 2 հաղթող, որից մեկը կլինի պատահականության սկզբունքով, իսկ մյուսը ես կընտրեմ, մյուս հետևորդին ես կընտրեմ։ Իհարկե, հավատարիմ ես հետևորդներ շատ ունեմ, ովքեր իսկապես անգամ չեմ իմանում հիմա իմ համար շատ դժվար է, թե ում եմ ընտրելու, բայց ես մտածում եմ, որ վլոգները կանեմ, մրցույթները կանեմ ավելի շատ ու ամեն անգամ այսպես մեկին ես կընտրեմ։ Իսկ մրցույթները, եթե կհիշեք, շատ վաղուց դեռ երբ որ նոր էի սկսել վլոգները, ես նշել էի, որ ամեն իբրև 1000 բաժանորդի անցնելը ես կկազմակերպեմ որևէ մրցույթ, բայց դա, չգիտեմ, այդպես անենք թե չանենք, բայց ավելի հաճախ կանեմ, բայց երբ որ ես ասում եմ օրինակ մրցույթի պայմանները, պետք է այն դուք իսկապես լավ պահեք, այսինքն հիմա տեսեք, ես այս նկարում եմ մարտի 3-ն է այսօր, ես կաշխատեմ, որ հենց վաղը տեղադրեմ YouTube, որպեսզի ընդհանրապես չուշացնեմ։ Եվ այս պահից սկսած դուք ունեք 10 օր ժամանակ, որպեսզի մենք դառնանք 5000 հետևորդ։ Իսկ այդ 5000-ին ասեմ, որ երևի 100 հոգի է մնացել, այդքան էլ ուշադիր դեռ չեմ եղել, մոտավորապես 100 կամ մի քիչ էս կողմ են կողմ հոգի է մնացել, որ հասնենք։ Եթե այս ընթացքում մենք կարողանանք հասնել 5000 հետևորդ բաժանորդի, ուրեմն ես այս մրցույթը կկազմակերպեմ։ Դրա համար ես հենց վաղը կտեղադրեմ, այսինքն մարտի 4-ին այս տեսանյութը արդեն կլինի YouTube-ում, դուք նայեք, ակտիվ եղեք, չգիտեմ, ուղարկելու եք ձեր ընկերներին կամ չգիտեմ ոնց եք անելու, ասեմ ավելին, կարող եք չուղարկել, բայց մեկնաբանություններում շատ ակտիվ լինել, որպեսզի տեսանյութը տարածվի
եւ շատերի մոտ գնա ու չգիտեմ, տեսանելիության շնորհիվ շատ մարդիկ բաժանորդագրվեն եւ երբ որ դառնանք 5000-ի հետևորդի, ես կխաղարկեմ եւ անգամ ձեզ ցույց կտամ, թե ինչ եմ խաղարկելու։ Ասեմ, որ շատ հետաքրքիր է լինելու, նվերները շատ հետաքրքիր է եւ շատ լավն է, լավ նվերներ են ու վստահ եմ բոլորիդ էլ դուր կգա։ Սա այն նվերն է, որը որ խաղարկում եմ ձեզ համար, այսպիսի գեղեցիկ էսթետիկ տուփ է։ Հիմա փորձեմ ցույց տալ, թե ինչ կա ներսում։ Ներսում սենց ինչ-որ գեղեցիկ բացիկներ։ Այնուհետև այսպիսի մազակալ չի, բայց շպարվելու համար սենց կամ ինքը սրբիչ է, ես անգամ չգիտեմ էլ կամ սրբիչ է, կամ էլ որպեսի մազերին համար որ չխանգարի մեյքափին, անուշահոտ մոմ, այսինքն գեղեցիկ բաժակ, մեծ, տեսեք, մեծ ու գեղեցիկ սենց հավես գույնով, աչքերի համար քնելուց որ եթե դժվարանում եք քնել, խնդրեմ դրեք ու քնեք եւ այսպիսի ինչ-որ բան էլ կա, բայց չգիտեմ սա ինչ է, հա, տեսեք, սենց ինչ-որ բան, խոզանակա եւ խոսքով այսպես գեղեցիկ տուփ, գեղեցիկ նվերներով, այս նվերները կարող է լինել ձեզանից որևէ մեկինը եւ դա կապ չունի սա կգա Հայաստան թե Ֆրանսիա, պետք է դուք բոլորդ ակտիվ լինեք, որպեսզի տեսնենք թե ով է շահելու։ Այս նվերը, որը որ դուք տեսնում եք, սա պատահականության սկզբունքով է արվելու եւ այն մասնակիցը, ով ավելի ակտիվ կլինի, միգուցե եւ նա էլ հենց շահի Եվ ինչպես նշեցի, դա կապ չունի այս նվերը կգա Հայաստան, թե Եվրոպայի որևէ, չգիտեմ, երկիր կգնա, կամ Եվրոպայից դուրս, այս նվերը ձեզանից մեկինն է, իսկ մյուս նվերը ումը, որ ես արդեն կընտրեմ ինքս, փոքրիկ այսպես հուշում կամ գաղտնիք բացեմ, դա վստահաբար ասում եմ, որ Հայաստանից է լինելու, բայց իր նվերը ես ցույց չեմ տալիս, քանի որ ես այսպես անակնկալ կերպով կնվիրեմ նրան որևէ նվեր։ Դե ինչ, ես այսքանով եմ միացել, որպեսզի ձեզ սա ասեի, այս տեսանյութը որոշեցի առանձին նկարեմ, որովհետև վլոգները մինչև ես տեղադրեմ YouTube շատ ուշ կլինի ու նաև չեմ ուզում վլոգի տեսքով լինի, որոշեցի այսպես առանձին մրցույթի մասին խոսեմ, որպեսզի պարզ լինի։ Եթե ունեք հարցեր, կարող եք գրել, կպատասխանեմ մրցույթի հետ կապված եւ երբ որ վերջնական արդեն իմանանք երբ որ դառնանք արդեն 5000 հետևորդ, ես ուղիղ եթերով ձեզ հետ նաև օրը ճշտելով կնշեմ մի օր ու կխաղարկենք խաղարկությունը։ Այսինքն մրցույթի հետ կապված հենց պաշտոնական տեսանյութը հենց սա է լինելու, այնպես որ հենց այս տեսանյութի տակ դուք պետք է շատ ակտիվ լինեք, որպեսզի այն մեկ հոգին, ով որ պետք է պատահականության սկզբունքով ընտրվի, արդար ձևով ընտրվի։ Ամեն ինչ լինելու է արդար, ինձ համար բոլորը իսկապես հավասար են, բայց այն մարդիկ, ովքեր որ միշտ ինձ հետ են, ես այն շատ գնահատում եմ եւ անգամ կարող եմ անուններ տալ հենց այս պահին, ուղղակի չեմ ուզում տալ անուններ, վստահ եմ, որ ովքեր ինձ հետևում են մշտապես, իրանք շատ լավ արդեն գիտեն, թե ովքեր են այդ մարդիկ։ Երբ որ ես ինչու նշեցի 10 օր ժամանակ ունեք, որովհետև ծնողներս 10 օրից արդեն վերադառնալու են Հայաստան։ Դրա համար ես պետք է այդ ամեն ինչը իրանց հետ ուղարկեմ։ Դա իրանց հետ պետք է ուղարկեմ։ Դրա համար այս 10 օրվա մեջ պետք է ուղղակի ակտիվ ձևով ձեզ դրսևորեք, որպեսզի մենք հասնենք 5000 բաժանորդի եւ ես արագ իրականացնեմ։ Եթե ոչ, ուրեմն մրցույթ չի լինելու։ Ընտրեք, տեսեք։ Ունենք այնինչ ունենք, սա է պայմանները։
Դե ինչ, սպասում եմ ձեր մեկնաբանություններին, ձեր ակտիվ լայքերին, եթե լավ ակտիվ, չգիտեմ, մեկնաբանություններ թողնեք եւ լայքեք, հաստատ տեսանյութը կտարածվի եւ մենք շատ շուտ կհատենք այդ 5000 հետևորդը։ Պաչիկներ եմ ուղարկում բոլորիդ, շատ սիրում եմ ձեզ բոլորիդ եւ ես խոսք եմ տալի, որ այն ամենասիրուն բլոգները դեր առջևում են, դուք կտեսնեք, ես մանրամասն կպատմեմ հենց սկզբից ինչպես եղավ մեր հանդիպումը, որտեղից սկսվեց, եկել ենք, ինչ ենք արել, շատ բաներ իհարկե բաց ենք թողել, որովհետեւ չենք հասցնում ինչպես էլ որ պլանավորում ենք, բայց շատ հետաքրքիր վիդեոներ ունենք, որ պետք է դեռ առջևում դնեմ եւ դուք տեսնեք, այնպես որ մեկ անգամ եւս բաժանորդագրվեք, որպեսզի ոչ մի վլոգ բաց չթողնեք ձեզ մոտ։ Ինձ այս վերջում շատ են մի տեսակ մոտենում մարդիկ, ասում են, «Էլ չես նկարում»։ Այո, նկարում եմ, ճիշտ է, ուշ է լինում միջև տեղադրում եմ, բայց ես նկարում եմ, միգուցե ձեզ մոտ, եթե բաժանորդագրված չեք, ուղղակի էլ չի բերում։ Դրա համար բաժանորդագրվեք, որ չմտածեք, թե ես YouTube-ից դուրս եմ եկել, ես YouTube-ից դուրս չեմ եկել, տեղում եմ, ձեզ հետ եմ։ Դե ինչ, հաջողություն բոլորիդ, հուսամ, որ հետաքրքիր էր, լավն էր եւ դուք էլ ակտիվ կլինեք։ Այսքանը գնացի։